Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Մեծ Բրիտանիան կտրուկ կավելացնի Hexong պայթուցիկների եւ 155 մմ հրետանային արկերի արտադրությունը ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից մատակարարումներից կախվածությունը վերացնելու համար, ինչպես գրել է Times թերթը, բրիտանական BAE ընկերությունը նախատեսում է 2 տարվա ընթացքում 16 անգամ ավելացնել հաուբիցների եւ ինքնագնացների համար 155 մմ արկերի արտադրությունը։ Սկանդինավյան երկրները միավորում են իրենց ռազմական ռեսուրսները Ռուսաստանին հակազդելու համար, գրում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի համաձայն Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Դանիան վերջերս միավորել են իրենց ուժերը դիմակայելու ինչպես ռուսական ագրեսիային, այնպես էլ Սպիտակ տան անվտանգության անորոշ երաշխիքներին։ 2024 թվականին Հյուսիսային պաշտպանական համագործակցության շրջանակներում այս պետություններն ուրվագծել են ընդհանուր պաշտպանության հայեցակարգ մինչև 2030 թվականը։ ԱՄՆ-ն Կիևին առաջարկներ է ներկայացնել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, այդ թվում զիջումներ Մոսկվային, Ղրիմի հնարավոր ճանաչումը որպես ռուսական մաս եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հնարավորության բացառումը, հաղորդում է The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Այս գաղափարներն ուրվագծվում են փաստաթղթում, որը Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրել են ուկրաինացի եւ եվրոպացի պաշտոնյաներին Փարիզում ապրիլի 17-ին։ Իշխող վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան կուսակցությունը բնակչությանը խոստացել է, որ երկիրը մինչև 2030 թվականն ավելի պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը, քան մյուս տեխնացու երկրները, այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։ ԱՄՆ-ն կարող է խնդրել Թուրքիային չմիջամտել Սիրիայի օդային տարածքի օգտագործմամբ Իրանի հետ կոնֆլիկտի դեպքում եւ չեզոքություն պահպանել, հայտնում է Hurriyet թերթը, հղում անելով աղբյուրներին։ Եթե ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ չավարտվեն, Իրանը կդառնա ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման օրակարգի կետերից մեկը։ Էրդողանը իհարկե դեմ է Իրանի վրա Իսրայելի հարձակմանը, նա դա վտանգավոր է համարում տարածաշրջանի համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը վավերացնելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար ձեռնարկատեր Իլոն Մասկը ցանկանում է լքել իր աշխատանքն ԱՄՆ կառավարությունում, քանի որ հոգնել է ձախերի հարձակումներից, գրում է Washington Post-ը, հղում անելով անանուն աղբյուրների։ Ինչպես նշում է հրապարակման մեջ, Մասկի կառավարության հատուկ աշխատակցի կարգավիճակը լրանում է այս տարվա մայիսին, եւ դեռ հստակ հայտնի չէ, կերկարացվի արդյոք այդ ժամկետը։ Իսրայելի ղեկավարությունը հարվածներ չի հասցնի Իրանի միջուկային ենթակառուցվածքի օբյեկտերին, չունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հավանությունն ու աջակցությունը, այդ մասին գրում է բրիտանական Financial Times-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սիրիայում երկրների ռազմական ներկայությունը նվազեցնելու որոշումը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Շուրջ 600 ամերիկացի զինծառայողներ կլքեն երկիրը առաջիկա ամիսներին, հայտնում է New York Times-ը։ Ի վերջո ամերիկացի զինծառայողների թիվը կհասնի 1000-ի, մինչ այդ ամերիկյան զորքերն աջակցել են քրդական ուժերին իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում, գրում է Bild-ը։ Ազդեցության այս վակուումի պայմաններում Թուրքիան ակտիվացրել է իր գործունեությունը։ Ըստ իսրայելական Al-Mayr հետազոտական կրթական կենտրոնի տվյալների, Անկարան ռազմական տեխնիկա է տեղափոխում Հալեպից հյուսիս գտնվող հենակետեր։